Հարգելի գործընկերներ, մենք 2022 թվականի փետրվարին քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։ Այն պետք է 1 տարվա ընթացքում ներկայացներ իր զեկույցը ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ, սակայն Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը թերացել է, չի հասցրել։ Հիմա էլ իրավունք չունի զեկույց ներկայացնելու։ Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարի 10-ին, լիազորությունները ժամկետը երկարաձգվել էր 2022 թվականի հոկտեմբերի 5-ը, եւս մեկ անգամ էլ երկարաձգվել էր մինչև 2023 թվականի մայիսի 3-ը։ Այսինքն, այս ժամկետներում Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը պետք է զեկույցը ներկայացրած լիներ, քանի որ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ կետով հստակ սահմանված է։ Մեջբերում եմ, ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչև 6 ամիս է, որը կարող է հանձնաժողովի առաջարկությամբ ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել հանձնաժողովի իրավասությանը վերապահված նախագծի քննարկման համար անհրաժեշտ ժամկետներով։ Մեջբերման ավարտ։ Տվյալ դեպքում այդ ժամանակահատվածը լրացվել է 2023 թվականի մայիսի 3-ին։ Ժամկետը բաց է թողնվել, որի համար ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 26 հոդվածը սահմանում է, քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են։ Առաջի կետով ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտելու պահից, երկրորդ հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել ազգային ժողովի քննարկմանը։ Ընդգծենք, որ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած միայն ԿՊԱ-ականերով համալրված հանձնաժողովի գործունեության ժամկետը լրացել է 2023 թվականի մայիսի 3-ին։ Վերջ, հիմա Անդրանիկ Քոչարյանը փորձում է շանտաժ անել ինչպես ազգային ժողովի նախագահին, թե սեպտեմբերի 3-ին զեկույցն ուղարկել է եւ ազգային ժողովի նախագահը պետք էր 1 ամսվա ժամկետում որոշում կայացներ հարցը նիստերի օրակարգ մտցնելու վերաբերյալ։ Նա փորձում է էմոցիոնալ դաշտ տեղափոխել, թե ինչքան կարեւոր է իր զեկույցը, այն դեպքում, երբ 210 էջանոց այդ զեկույցի մի մասն է ընդամենը ազգային ժողովի նիստում լսվելու, մնացածը քննարկվելու է դռնփակ ռեժիմով, այնպես որ հանրությունն այսպես թե այնպես չի տեղեկանա, թե ինչ հանգամանքներ է պարզել հանձնաժողովը պատերազմի մասին։